Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հետվճարի համակարգի միջոցով կենսաթոշակառուները կարող են մինչև 22% հետվճար ստանալ, անկախիկ վճարումների դեպքում հատկապես առկա քարտով։ Սակայն տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հաշվարկներով միջինում 36,000 դրամ թոշակ ստացող քաղաքացին իրականում կարող է ստանալ ընդամենը շուրջ 3,200 դրամ հետվճար, քանի որ հիմնական ծախսերը կոմունալները և տրանսպորտը ծրագրով չեն փոխհատուցվում։ Այս ֆոնի վրա մինչև 60,000 դրամ հետվճարի հնարավորության մասին խոսելը մասնագետի գնահատմամբ իրականությունից կտրված է և չի արտացոլում թոշակառուների իրական սոցիալական վիճակը։ Հաշվարկ այդտեղ կար իմ գրածի մեջ, հավանաբար ընթերցել եք, ավելի շատ բան բնույթի ուսուցանող մասամբ էլ ասենք ասեմ, հիմա խնդիրը հետևանն է, եթե 36,000 դրամ ստացող մարդ կա, որը ստանում է ենթադրենք վիզա կամ մաստերկարդ պրոցեսինգային համակարգերի համակցված քարտերով, չէ՞, եթե 36,000-ը չի բավարարում, որ այդ մարդը նույնիսկ հաց գնի։ Հիմա այդ մարդը ենթադրենք առկա համակարգի քարտ ձեռք բերում է, որ 2%-ով իբր թե առուտրից ստանա հետվճար։ Նա ֆիզիկապես հետվճար ստանալու է, թե ոչ։ Եթե փող չունի ինքը ծախսելու, ո՞նց է հետվճար ստանում։ Այս մարդը ընկել են բաների մեջ, անկեղծ ես ասեմ, ինչ որ մոլորություններ ուզում ստեղծեն, այդ իր ուրախություն չառաջացնող դեմքով ինչ ուզում է ծիծաղի իմիտացիաներ անի, իբր թե բարի մարդ ասախ գիշերը քնում է, որ թոշակառուների համար։ Հիմա մի բան առաջարկեմ, ոնց որ ես հենց հիմա բերեմ թղթադրամներ բաժանեմ, ասեմ, այս թղթադրամներով Մարսի վրա կարող եք առևտուր անել։ Այս ամբողջ խնդիրը։ Այդ մարդիկ փող չունեն հացի։ Այդ մարդկանց փողերը չի բավարարում այդ հաց, որ գնեն, հաց, պարզապես հաց, չոր հաց, որ գնեն, դա չեմ բանամ, այդ մարդիկ միջև 60,000-ի հետվճարել առկա քարտով կարող եք ստանալ։ Ում է ձեռ առնում։ Այսինքն 60,000 օրինակ որ ասում է թիմը, չէ՞, հասկանալ է դա մնացած քաղաքացիների համար է այդ ընդունվել է թիմարությունը։ Բայց խնդիրը հետևանն է։ Խնդիրը նա որ ինքը սա բերում է կապված թոշակառուների հետ։ Պարզապես մանիպուլյացիա չեմ, ձեռը առնում է խեղճուկրակ ժողովրդին։ Պարզապես ձեռը առնում։ Ամոթա, պարզապես ամոթա, մեծ մարդ ես, հասուն մարդ ես, ամոթա, դու գիտես որ այդ մարդիկ այդանից չեն օգտվելու։ Փող չունեն որ օգտագործեն առևտուր կատարեն, հասկանում եք։ Անկախի գործարքի համար այդ մարդիկ ֆիզիկապես փող չունեն։ Դու ինչ ես ասում։ Բայց նման թոշակի դեպքում 60,000 դրամի հետվճարի հնարավորություն կարող է լինել ամեն դեպքում։ Չէ, ախր սրանք լրիվ տարբեր պրոցեսներ են։ 20% հետվճարը նախատեսված էր թոշակառուների համար։ Այլ քաղաքացիները չեն կարող նման հետվճար ստանալ։ Միայն քաղաքացիները, ովքեր որ թոշակային տարիք են եւ գրանցված են սոցիալ հիմնադրամում որպես թոշակառուներ, թոշակ ստացողներ։ Այդ 20%-ը հետվճար վերաբերում է սրա։ Հիմա հունվարի 1-ից մցել են այս 2% հետվճարը բոլորի համար, ովքեր որ քարտային առևտուր կանեն։ Բայց բոլորի համար դա վերաբերում է քաղաքացիներ, ովքեր գումարներ ունեն։ Եվ այդ 60% հետվճարը իրենք որ այդպես հաշվարկներին իբր թե կատարում, մոտավորապես փաստորեն 3 միլիոն դրամի 2%-ն է։ Այսինքն 3 միլիոն դրամ առևտուր անողը 60,000 դրամ կարող է հետվճար ստանալ։ Այդ թոշակառուներից ով ունի 3 միլիոն դրամ։ Թոշակառուները նույնպես եմ կրկնում, սրանք տարբեր պրոցեսներ են, սա հիմա խառնում է։ Իբր թե 20%-ը 22% է ներկայացնում։ Իսկ ինչու ձեր գնահատմամբ կառավարությունը հետվճարը կապում է միայն առկա քարտի հետ։ Այդ առկա քարտը կապում, ընդ որում դա վերաբերում է բոլոր չափահաս մարդկանց, ովքեր քարտեր ունեն, առկա քարտեր ունեն։ Արքա քարտը, արքա համակարգ էլի, այդ պրոցեսինգային կենտրոնի։ Սա պարզապես խափում է, ասենց ասեմ։ Ես դրամամ այդ օրինակը բերում։ Օրինակ ենթադրենք կարող է մի քարտ էլ տան, ասեն թոշակառուն, եթե գնա Մարսի վրա առևտուր կատարի, 90% ընդհանրենք հետվճար է ստանում։ Այդտեղ գնան կատարեն։ Ո՞վ է բռնել ձեռները։